շրանցքը վերագառուցվի, կանգնվի, պիտի կարենանք շատ ավելի մեծ տարածքներ ռոռոքել, քան նախկինում, երբ սկիզբը շրանցքը կառուցված էր, այսինքն 40-ական թվականներում 50-ական։ Ինչու, որովհետև այդ ժամանակ երկրորդական ցանց գոյություն չուներ։ Ջուրը հոսում էր հողային ագոսներու մեջից, այսինքն գար գորուստ, մեծ գորուստ ջուրի եւ մինչեւ իր վերջի չէր հասնում ջուրը։ Հիմա մեր նպատակը ոչ միայն վերականգնել է ամբողջությամբ շրանցքը, այլ նաեւ երկրորդական ցանց հաստատել, ստեղծել, որբեսի ամենահեռավոր գեդին կարողանանք ջուր հասցնել եւ առանց գորուստի կամ նվազագույն գորուստով։ Ուրեմն ամբողջական ծրագիրն է։ Ոչ միայն ամբողջական է իր տեխնիկական իմաստով, այլ նաեւ ամբողջական է իր տնտեսական իմաստով։ Այսինքն մենք ներկայիս ուսումնասիրություններ ենք կատարում, որբեսի քյուղացիներու հետ միասին, համայնքներու հետ միասին, հողադերերու հետ միասին որոշենք թե ինչ կարելի է մշակել այդ հողերու վրա, որբեսի լինի ամենաարդյունաբերը։ Չթողնենք այսպես։ Այսինքն գյուղատնտեսական կոմպոնենտ էլ կա այս ամեն ինչի մեջ։